1993 թվականի փետրվար-մարտ ամիսներին ռազմաճակատի հյուսիսային հատվածում կրած մի շարք խոշոր պարտություններից հետո ադրբեջանական բանակի հրամանատարությունը որոշեց Մարտակերտի ճակատի հյուսիս-արևելյան ուղղության Ղարաբաղյան զորքերի ուշադրությունը շեղելու նպատակով գործողության մեջ դնել Քարվաճառում տեղաբաշխված իր զորախմբերը։ Բացի վերոնշյալ նպատակից հակառակորդը միաժամանակ խնդիր ուներ կրկին վերահսկողության տակ առնել նախորդին հանձնված Մարտակերտ-Քարվաճառ ռազմավարական նշանակության ավտոմայրուղին եւ վերականգնել կապը իր Միրբաշիրյան եւ Քարվաճառյան խմբավորումների միջեւ։ Համաձայն ինքնապաշտպանության կոմիտեի հետախուզական ծառայության կողմից հավաստանշված տվյալների 1993 թվականի գարնան սկզբին միայն Քարվաճառի ռազմակայաններում թշնամին կենտրոնացրել էր բավականին մեծ թվով կենթանի ուժ եւ զինտեխնիկա, այդ թվում տարածքային ինքնապաշտպանական գունդը, առաջին մոտորաձգային բրիգադը, հատուկ նշանակության գումարտակները, ներքին զորքերի ամրացված ստորաբաժանումները, երկրորդ բանակային կորպուսի հրետանային եւ զրահատանկային միջոցներն ու այլ աջակցող ուժեր։ Մարտի երկրորդ կեսին Քարվաճառից հասցված թիկունքային հարվածին դիմակայելու համար ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող ստորաբաժանումների մի մասը տեղափոխեց Մարտագծի հյուսիս-արևմտյան հատված, ինչը հակառակորդին հնարավորություն տվեց առժամանակ կանգնեցնել իր զորքերի նահանջը եւ Պուշկեն-Յալ հեռուստաաշտարակ Հակոբ Կամարի բնագծում անցնել համեմատաբար կայուն պաշտպանության։ Ստեղծված պայմաններում Ղարաբաղյան ուժերը արևելյան ռազմաճակատում, մասնավորապես Պուշկեն-Յալի ուղղությամբ, ժամանակավորապես դադարեցրին հարձակողական գործողությունները եւ գլխավոր ջանքերը կենտրոնացրին Քարվաճառի ճակատում։ Հաշված օրերի ընթացքում կատարվեց ուժերի եւ տեխնիկական միջոցների վերախմբավորում։ Մարտագծի հյուսիս-արևմտյան հատված տեղափոխվեցին Հադրութի, Մարտունու եւ կենտրոնական պաշտպանական շրջաններից ու ինքնապաշտպանության ուժերի առանձին զորամասերից ընտրված մի քանի ստորաբաժանումներ։ Շուշիի պաշտպանական շրջանի ուժերով ամրապնդվեց նաև Քարվաճառի հումանիտար միջանցքի ուղղությամբ իրականացվելիք հարձակման բնագիծը։ Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի 1993 թվականի մարտի 25-ի մարտական հրամանի ռազմաճակատի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական զինուժի առաջնային գիծն անցնում էր Աղդաբան, Աղկայա, Մերջի 1, Նարեշտար, Երնիքեն բնակավայրերով։ Հետևակին աջակցելու նպատակով առաջին էշելոնի վաշտերի ու դասակների հենակետերում, ինչպես նաև հարվածային բնագծերից մինչև 5 կիլոմետր խորությամբ ընկած հիմնական ճանապարհային ուղղությունների երկայնքով հակառակորդը դիրքավորել էր իր հրետանային, ռեակտիվ հրետանային եւ հակատանկային միջոցները։ Մարտական ռեզերվը եւ առաջնային հրամանատարական կետը տեղակայված էր Դադիվանքի եւ Զուլֆուգարլու բնակավայրերի շրջանում։ Ըստ հետախուզության տվյալների թշնամին նախատեսում էր նաեւ գործողության մեջ դնել ռազմական օդուժ։ Վերացնել Քարվաճառում տեղակայված ռազմական հենակետերը եւ վերահսկողության տակ առնել Օմարի լեռնանցքը նշանակում էր. առաջին, փակել Գյանջա-Օմար Քարվաճառ ռազմավարական նշանակության ճանապարհը, կանխել Քարվաճառով Լաչինի ուղղությամբ ադրբեջանական բանակի հավերյալ ուժերի մուտքը եւ արդյունքում ապահովել հումանիտար միջանցքի անվտանգ գործունեությունը։ Երկրորդ, չեզոքացնել Մարտակերտի հյուսիս-արևմտյան ուղղությամբ հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող հարձակողական գործողությունները։ Երրորդ, հրթիռահրետակոծությունից վտանգազերծել Հայաստանի արևելյան սահմանահատվածի, մասնավորապես Վարդենիսի շրջանի խաղաղ բնակավայրերը։ Չորրորդ, բացել Արցախը Հայաստանին կապող երկրորդ ցամաքային ճանապարհը եւ վերջապես հինգերորդ, կրճատել հակառակորդի հետ Ղարաբաղյան ուժերի շփման գիծը, ինչը հնարավորություն կտար հիմնական ջանքերը կենտրոնացնել ռազմաճակատի արևելյան ուղղությամբ։ 1993 թվականի մարտի 27-ին կանխարգելի չետախուզությամբ ուղեկցվող մի քանի հարվածներից հետո Ղարաբաղյան ուժերը 4 հիմնական ուղղություններից սկսեցին Քարվաճառի ռազմական հենակետերի ոչնչացման օպերացիան։ Ըստ ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության կողմից ընդունված մարտական հրամանի հարձակողական գործողություններն իրականացվում էին հետևյալ ստորաբաժանումներով եւ ուղղություններով։ Հաթերք Օմար մարտագծում գործում էին Մարտակերտի պաշտպանական շրջանի ուժերը։ Գետավան Քարվաճառ ավտոմայրուղու երկայնքով Հադրութի, Մարտունու եւ կենտրոնական պաշտպանական շրջաններից ընտրված ստորաբաժանումները։ Մարտակերտի պաշտպանական շրջանի ուժերի մի մասը առաջ էր շարժվում Աղդաբան, Նարեշտար, Զուլֆուգարլու, Քարվաճառ ուղղությամբ։ Իսկ Շուշիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումներն առաջանում էին Լաչինի շրջանի Ֆինգա հենակետից դեպի Քարվաճառ։ Միաժամանակ հյուսիսային եւ հարավային հատվածներում գործող ինքնապաշտպանական ուժերի մի մասի առջև խնդիր դրվեց առանձին ճանապարհային ուղղություններում անցնել պաշտպանության եւ կանխարգելել հակառակորդի ռեզերվային ուժերի մոտեցումը գործող ռազմաճակատին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները Քարվաճառից Զոդի ուղղությամբ սպասվող հարվածին դիմակայելու համար ակտիվ պաշտպանական մարտեր էին մղում պետական սահմանի երկարությամբ։
Բոլոր 4 ուղղություններով անցնելով միաժամանակ հարձակման Ղարաբաղյան ստորաբաժանումները ռազմագործողության առաջին իսկ օրը հանկարծահաս հարվածներով ազատագրեցին թշնամու կողմից ամիսներ առաջ բռնազավթված Աղդաբան, Չարեկտար, Նարեշտար, Թազաքենտ բնակավայրերը եւ ընդհուպ հասան Արցախի պետական սահմանին։ Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը եւ միաժամանակ ընդլայնել ու վտանգազերծել կենսական կարևոր նշանակության Լաչինի միջանցքը, ինքնապաշտպանության ուժերի հարավային ուղղության ստորաբաժանումները մարտի 29-ին մտան Քարվաճարի շրջանի Ենիքենտ եւ Աղջակենտ գյուղերի ռազմականացված տարածքներ։ Մեկ օր անց ոչնչացվեցին հակառակորդի կրակակետերը Բաղրլու, Քեչիլղայա եւ Չորման գյուղերում։ Մարտի 31-ին Ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ ընկավ Չապլի, Կամշլի, Ջոմարտ, Ալմալեկ, Զուլֆուգարլի, Չորանքեր-Ախմեդ բնակավայրերն իրար կապող ռազմավարական նշանակության ճանապարհը, որը լայն հնարավորություն ստեղծեց Քարվաճարի ուղղությամբ գրոհը զարգացնելու համար։ Չնայած Քարվաճարում տեղակայված ադրբեջանական զինուժի հրամանատարությունը որևէ կերպ չարձագանքեց Ղարաբաղյան կողմի դրսևորած այդ մարդասիրական քայլին, այդուհանդերձ խաղաղ բնակչության տարհանման նպատակով ճանապարհ տրամադրվեց։ 2 օրվա ընթացքում մարտական գործողությունների գոտուց անվտանգ եռացան հազարավոր ադրբեջանցի խաղաղ բնակիչներ։ Նրանց հնարավորություն տրվեց իրենց հետ տանել ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ, այլև ողջ ունեցվածքը, ընդհուպ մինչև անասնախոտերը։ Մինչդեռ հակառակ նրան, որ ինքնապաշտպանության ուժերը խաղաղ բնակչությանը տարհանելու նպատակով բաց էին թողել Քարվաճար-Օմար ճանապարհը, ադրբեջանական հրամանատարությունը օգտվելով այդ առիթից իր Քարվաճարյան խմբավորումը սկսեց համալրել թարմ ստորաբաժանումներով։ Ապրիլի 2-ին հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկայից եւ շուրջ 250 հետևակից կազմված շարասյունը Օմարից հասավ Մարտակերտ Քարվաճար ճանապարհի 00 կոչվող խաչմերուկ։ Թաշնամու ռեզերվային ուժերին վնասազերծելու համար մարտագից հանվեց կենտրոնական պաշտպանական շրջանի շուրջ 50 հոգանոց ստորաբաժանում։ Հակառակորդը, որը սկզբում Ղարաբաղյան ուժերին շփոթել էր յուրայիների հետ, քիչ անց հասկացավ, որ հայտնվել է ծուղակի մեջ։ Հանկարծակիի եկած թշնամուն մնում էր կամ հանձնվել, կամ մարտերով ապահովել իր նահանջը։ Նա ընտրեց երկրորդ ճանապարհը, բորբոքվեցին թեժ մարտեր։ Ղարաբաղյան ուժերի շարքերը ճեղքելու բոլոր փորձերն անցան ապարդյուն։ Ճակատամարտում հայ մարտիկները ցուցաբերեցին հերոսության անհավատալի օրինակներ։ Ազերիները մարտադաշտում թողնելով մի քանի միավոր խփված զրահատեխնիկա եւ շուրջ 100 հետևակայիններ հարկադրված էին ճողոպրել իրենց եկած ճանապարհում։ Դա Քարվաճարյան ուղղությամբ տեղի ունեցած վերջին լուրջ առճակատումն էր։ Նույն օրը ինքնապաշտպանության ուժերը վերահսկողության տակ առան Քարվաճար շրջկենտրոնը, իսկ դրանից ընդամենը 3 օր անց ապրիլի 5-ին ճեղքվեց Օմարի Լեռնանցքի պաշտպանությունը։ Հյուսիս-արևմտյան ուղղությամբ իրականացված Քարվաճար-Օմար օպերացիան ավարտվեց հայկական զինուժի փայլուն հաղթանակով։ Քարվաճարի ռազմահենակետերի վերացմամբ նախ չեզոքացվեց Մարտակերտի ճակատում գործող Ղարաբաղյան ուժերի թիկունքից անընդհատ սպասված հարվածի վտանգը։ Երկրորդ, վնասազերծվեցին Արցախի ու Հայաստանի սահմանամերձ տարածքները բարբերաբար հրետակոծող թշնամական կրակակետերը։ Երրորդ, բացվեց Արցախը մայր Հայաստանին կապող երկրորդ ռազմավարական կարևորության ճանապարհը։ Չորրորդ, Արցախցին աշխարհին պարզեց իր կամքի ուժը, ապացուցելով, որ ինքն ի զորու է սեփական բասկի զորությամբ վերականգնել պատմական արդարությունը։ Եվ վերջապես, Քարվաճարում տարած հաղթանակով Ղարաբաղյան զինուժը հակառակորդից խլեց ստրատեգիական նախաձեռնությունը եւ այդուհետ ռազմաճակատի տարբեր հատվածներում հասավ նորանոր հաջողությունների։